Սա հիվանդանոց է, երևի ոչ եմ սխալվում, երևի 25-30 հարկանի, բայց ավելի շատ ստեղ վիրատություններ չկա, ինքը պոլիկլինիկայի տիպի բան է։ Ես հիմա եկել եմ ստեղ, որ նախավիրահատական թեստ անցնեմ, այդպես կարելի ասել։ 11-րդ հարն է, անցա վերջ ասեցի, արյուն վերցրեցին, EKG կոչված արեցին, բոյ, քաշ, լիքը հարցեր, արյան ճնշում, տաքություն, որ ամսի 7-ին այսպիսի տեսարան կա պատուհանից։ Ինքը ես հիմա 11-րդ հարգում եմ, հարմարավետուր եմ սպասասրահ, այնտեղ սուրճի մեքենան, ինչ որ վերջիններ կան քաղցրավենիքներ, թեթևակի։ Հիմա մի հատ ստեղ կանգնացնեմ, հետո կշարունակեմ։ Հա, ստեղ դիմակները դրած լիքը, ոչ մեկի դեմքով չնկարենք, հարգենք բոլորի ուրեմն privacy կոչվածը, վերելակներով, գեղեցիկ, մաքուր։ Լավ, շարունակեմ միտքը։ Միտքը շարունակեմ։ Ես ուղղակի սա չեմ ուզում համեմատեմ Երևանի կամ Հայաստանի հիվանդանոցների հետ, անհամեմատելի բաներ են։ Ոնց որ Հայաստան Հանրապետությունը համեմատես Միացյալ Նահանգների հետ, այդքան մեծ տարբերություն կա։ Այս հիվանդանոցը այսպիսի մի 10 կորպուս ունի, սա դրանցից մեկն է։ Բայց բաներ կան, որ իսկապես ցանկալի է համեմատել կամ ցանկալի է նույնը լինել։ Մաքրությունը, կազմակերպվածությունը շարունակեմ։ Այս կողմը խանութ ունեն, վերելակները սենց պտտվեմ, այն կողմը սրճարան կա, հյուշանվերների խանութ կա։ Սա իմ իջալուց պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգների համար առաջին քաղցկեղի համար առաջին կենտրոնն է, ասես գեղեցիկ, մաքուր։ Բայց ինչի համար եմ սա նկարում, ես գիտեմ, որ Հայաստանում բացառված է այսպիսի բան լինելը, որտեղ սա համակարգված, սա ոնց որ մի հատ պետություն լինի, այս հիվանդանոցը իր բոլոր մասնաշենքերով։ Բայց ինչ եմ նկարում, սեղ կարելի է ժամերով օրական 10 անգամ այս շենքը մտնել, նստել, քայլել, նայեք մարդիկ կան, էլ եկել են, սպասում են, մեկը ինչ որ իր բարեկամին է սպասում, մեկը ինչ որ չգիտեմ, ինքն է շուտ եկել, մեկը տարբեր մի հոգու վրայից ժողովուրդ սիգարետի հոտ չես առնի։ 5 օր գնում գալիս է համար առաջի հիվանդանոցը պլանի գլխի, հիվանդանոցի դեմը ծխում են, հիվանդանոցի մեջը ծխում են, բժիշկները ծխում են։ Ահա, դուս եմ եկել հիվանդանոց, ցի դիմացը բակը։ Այն մեքենան, որ կանգնած է, չէ, երևի այնտեղ, այն բանա, էլեկտրական սիգարետա ծխում են աղջիկը, հացվագյուտ բան, ինչ որ չինական դիմագծեր ուներ։ Այդ կետից էս կողմ ծխելը արգելված է։ Ամբողջ հիվանդանոցի մոտայկայքում եւ հիվանդանոցի մեջ։ Որից եմ ասում։ Առաջի հիվանդանոցում 3-րդ հարկն է, պատշգամբը, որ փանակ մարդիկ կանգնեն այդ պատշգամբից հիանան այդ աղմկոտ պլանի գլխի ազդանշաններով եւ այդ երթևեկությունով կանգնած ծխում են, պատուհանները բաց, այդ ծուխը լցվում է հիվանդների սենյակը, լցվում է միջանցքը, բժիշկը եկեք կանգնել այդտեղ ծխում է։ Դուք պատկերացնում եք մի հասարակարգ, ես չեմ կարող պատկերացնել, բժիշկ դու ոնց կարաս այդ մարդուն բուժես, որ դու ինքդ ծխող ես։ Դու ոնց կարող ես թմրամոլություն բուժես մեկին, երբ որ ինքդ դու թմրամոլ ես։ Եթե բժիշկը չի գիտակցում, որ ծխելը ինչքան վտանգավոր է, որ բոլոր հիվանդանոցների, բոլոր հիվանդությունների հիմքում կացա ծխելը, դու ոնց կարաս մարդ բուժես։ Ծխող բժիշկ, դու որտեղ եք տեսել, այդ մենակ Երևանից բացի։ Այդ դրա վրա եմ ցես բան եղած, հələ որակրույցը ինձ նախատում է, ամերիկացիից դարեր ինչ կա, սենց Ժորժ ջան, չի լինում այդպես։ Նայեք հələ, հիվանդանոց է, գնամ 5 անգամ մտնեմ շենքով բարձրանամ, այն վերևի հարկը որն է, երևի 30-րդ հարկն է, 40-ն է։ Մեկի վրից սիգարետի հոտ չի գա, մի հատ բուժ աշխատողի վրայից բանի հոտ չի գա։ Ես հասկանում եք, տարբեր երկրներ են, տարբեր հնարավորություններ են, այս քաղաքի տարեկան բանը բյուջեն 115 միլիարդ այս քաղաքինը, այս հիվանդանոցը իր բյուջեն ունի, միլիոններ են աշխատում, ես ինչ են անում, ապահովագրություններ, բժիշկները մեծ աշխատավարձ ունեն եւ այլ, բայց էլեմենտար բաներ կա, որ կարելի է անել, էլի Ժորժ ջան, ուզում ենք որ լինի, ուզում ենք որ մեր Երևանում, մեր Հայաստանում էլ այդպես լինի, որ այդ
հարկերը մաքուր լինեն, սանիտարացված հիգիենիկ պայմանները պահպանվեն, որ այդ հավաքարարները մաքրեն, որ այդ ես չգիտեմ, այդ շնորհակալության այդ բանի ձևերը չլինի, որ պիտի անպայման համբուծում անես, համես անես, ինչ որ համակարգ լինի, էլի գեղեցիկ լինի, այդ կեղտոտ պատերը չլինեն, այդ կոտրված բաները չլինեն, ես չգիտեմ, էլի ծխող բժիշկներ չլինեն։ Այն միակ ծխող են կինն այն էլեկտրական սիգարետ, որ ցես կանգնենք փողոցում, ասում եմ, էլի։ Հիվանդանոցի բակում առաջի հիվանդանոցի են կողմից էլ մեծ պարկինգով բակ ունեն, զինվորների վերականգնողական կենտրոններ, կողքի շենքը ինչ որ դեղատուն կար, կանգնած ծխում են համատարած, եկել են 15 հոգով, մեկի ինչ որ մատը խազա եղել, մեկի գլուխը կոտրվել է, 15 հոգով եկել են հիվանդատես, բանից պալատից դուրս են եկել գնացել են այդ պատշգամբում ծխում են։ Հլստենայք էլ ախար էս էլ հո Ամերիկայի հետ կամ բաներ կապ չունի, վերջապես էլեմենտար բաներ է, չէ, էլեմենտար բաներ։ Գիտակցությունն է, սա ես չգիտեմ, սա է զարգացումը, այդ Թումանյանի վրա պես նստած քյաբաբն ու խորոված այդ փողոցով Թումանյանի ներողություն Սայրանը քայլել չի լում, այդ սիգարետի հոտ այդ նեղ մայթը բերել են մայթերի վրա, իհարկե շեղվում եմ թեմայից, մայթերի վրա աչի զախից սեղանաթողները դրել են, մարդիկ չեն կարողանում այդ փողոցով անցնել երկու կողմից ծխում են, լնայք, չգիտեմ, երևի հուսամ կարողացա փոխանցեմ ինչ ուզում եմ ասեի, ծխելը վնաս է առողջությանը, ժողովուրդ, հարգեք ծխելը, ձեզ տիրություն արեք, այսքանը, սերսյուն ձեզ։